Արցախում չկար ինդիվիդուալիզմ կարծես, կար կոլեկտիվիզմ, մարդն արմատով ամբողջական է, ցավը քեզ երբեք թույլ չի տալիս դու մոռանաս ինչու ես պայքարում, ինչքան էլ խոսում ենք մարդու իրավունքներից եւ այլն, ուժն է ծնում իրավունք։ Ասպրամունք, ուրխանում ենք, հպարտանում ենք, քու հաջողություններ ու մեծ հույսեր ենք կապում քեզնի հետ։ Միշտ արձակուրդներդ այս օրերին Արցախում ես լալանց գցնելիս։ Ամեն անգամ պատե անպատե առիթավ միշտ փորձեի սյունել արձակուրդները Արցախում ինիմ մի քիչ տարօրինակ է սա 2 տարի ավեր ստացվում չի, բայց հուսամ հետագայում հնարավորություն ունենա նորից Արցախում լինելի։ Ծնվել ու մեծացել ես Արցախում, քո մանկությունը ինչպես է ձևավորել քո դիվանագիտական ու քաղաքական աշխատանքի ընկալում։ Մանկության վայրից երևի շատ լավ հիշում եմ, թե ինչպես ենք, ասենք 4-րդ դասարանում մեր դասղեկի ղեկավարությամբ ազատամարտիկների միություն գնացել ու այնտեղ կար մի կին, ով որ երբ որ մենք բանաստեղծություններ էինք ասում, նա միշտ լացում էր, որդեկորույս մայր էր։ Տարիներ հետո իհարկե 2016-ին բոլորի աշխարհընկալումը փոխվեց, կարծում եմ, իմ տարեկիցների եւ իմն էլ, որովհետեւ մենք զգացինք վտանգ։ Հասկացանք, ավելի քաջ գիտակցեցինք, որտեղ ենք ծնվել, որտեղ ենք ապրում։ Ինձ մոտ շատ հարցեր առաջացան. ինչու է սա մեզ հետ կատարվում, ինչու պետք է հրավառության ձայնը մեկի համար լինի պայթյունի համեմատ մի բան ու հարցերի պատասխանները գտնելու եւ նաեւ այդ հարցերի պատասխաններին ինչ որ ազդեցություն ունենալու դրանց շեղելու համար նաեւ հետաքրքրություն առաջացավ հենց դիվանագիտության մեջ խորանալու եւ այդ հարցերի պատասխանները ավելի շատ փնտրելու երևի։ Արցախյան այդ իրադարձությունները փոխեց ձեր աշխարհընկալումը, երազանքները։ Ամեն ինչ փոխվեց 20 թվականից հետո, իհարկե 20 թվականից հետո երևի բոլորիս կյանքը առաջ եւ հետո էր, բայց 16 թվականին եկավ արդեն գիտակցումը, կարծես այնպիսի տպավորություն էր, որ դու մի օրում մեծացար։ Իսկ 20 թվականից հետո էլ արդեն ամբողջությամբ կյանքը փոխվեց երևի, նոր իրականություն, նոր աշխարհընկալում ձևավորվեց։ Դպրոցն ավարտեցիր Արցախում եւ որոշեցիր բարձրագույն կրթությունը շարունակել արտերկրում։ Դա արեցիր Արցախ վերադառնալու նպատակով։ Այո, որովհետեւ Արցախը միշտ եղել է վերնագիրը, ցանկացած մեկնարկի վերնագիր, քանի որ երբ որ նայում ես մարդկանց, նրանց աչքերին, գիտես նրանց պատմությունները, միշտ ուզում ես դա ներկայացնել։ Կարծես դու նրանց դեսպանն ես։ Կար այնպիսի պարտավորվածություն, որ պետք է այն գիտելիքը, այն տեղեկությունը, որ դու ստանում ես տարածքից, այդ տարածքից դուրս, պետք է դրանով անպայման կիսվել, մնացածներին դրա մասին ղեկացնել, ասել եւ միասին փորձել իրավիճակից ինչ որ ելք փնտրել։ Միշտ ցանկանում եմ արտգործնախարարությունում աշխատել, շենքի մոտով անցնելիս միշտ ասում եի ես այստեղ եմ աշխատելու։ Պաշտոնի համար չէր, այլ հենց ձգտման, որ ինչ որ առաքելություն լինի քեզ, որը դու սիրով ու պատասխանատվությամբ կանես։ Ինչի համար կուզենայիր, որ այնտեղ աշխատեիր։ Արտերկրում լինելով նկատել եմ, որ ասենք ակադեմիական շրջանակներում, քաղաքական շրջանակներում Արցախի հարցը այնքան էլ շատ չի քննարկվում, կամ էլ եթե քննարկվում է, ընկալումը ճիշտ չէ լինում շատերի մոտ։ Կարևոր է մարդկանց նաև տեսակետները ներգրավել եւ որպեսզի մարդիկ չլինեն ուղղակի թիվ, ստատիստիկա, այլ մարդկային պատմություններն էլ կարողանաս ներկայացնել։ Սա կապված է նաև նրա հետ, որ դու ճանաչում ես իրողությունը, այդ իրողությունը դու ինքդ ես ապրել, վերապրել եւ քեզանից եթե ոչ դու, ապա ով։ Միշտ սա է եղել երևի։
հայրենիքից հեռու ապրելով ինչի պակասն ես ավելի շատ զգում։ Ես կասեմ մարդկանց պակասն եմ զգում, մեր հավաքույթների, որովհետև Արցախում չկար ինդիվիդուալիզմ կարծես, կար կոլեկտիվիզմ, այսինքն մենք ամբողջական ենք իրարով, միշտ ասում են մարդուն մարդ է պետք, Արցախում այդպիսի զգացողություն էր, հիմա էլ նույնիսկ Երևան գալով մի հարազատդ մի մասում է ապրում, մյուսդ մյուս, ու շատերին չես կարողանում, չես հասցնում տեսնել, բայց Արցախում երբ որ գալիս էիր, դու ամբողջական էիր, քո արմատով, քեզ շրջապատող մարդկանցով ու միշտ միասին էիք, դա է, դրա պակասն է։ Իսկ տնից հայրենիքից հեռու դժվար չէր պահպանել ինքնությունը։ Կարծում եմ կյանքում միշտ ունենք ընտրություն, ինչպես ես եւ նայում, կամ մեզ ինչ-որ բան կոտրում է, կամ դառնում է մեր ուժի աղբյուրը եւ կարծես հայրենիքից հեռու ինքնության վերագտնումը ավելի շատ ինքնությունն է սկսում ձևավորվել հայրենիքից հեռու նաեւ, կամ էլ փոխվել, այսպես ասած։ Ավելի ես հայրենիքիդ հետ կապվում, ավելի ես իմանում, որ մարդն առանց արմատի ուղղակի, այսպես ասած, շնչում է, բայց մարդն արմատով ամբողջական է։ Իսկ ինչն է օգնում մնալ այնպիսին, ինչպիսին կաս, որպես արցախցի։ Կարծում եմ ցավը, որովհետև ինչպես ասում էր Վարգես Պետրոսյանը, ցավը մարդու միակ սեփականությունն է այս երրորդ հողի վրա, եւ ամեն արցախցի յուրովի է ապրել կորստի ցավը։ Այդ ցավն էլ հիմա դարձել է ուժի աղբյուր, որովհետև ցավը քեզ երբեք թույլ չի տալիս դու մոռանաս ինչու ես պայքարում, ում համար ես պայքարում եւ ում համար ես շարունակում անել այն, ինչ անում ես։ Ինչպիսին ես հիշում Արցախը, որն է ամենապայծառ հիշողությունը։ Արցախը հիշում եմ ջերմ, սրտաբաց։ Արցախ կարծես քո տատիկն է, ով քեզ միշտ սպասում է, գրկաբաց ընդունում է, ամեն ինչ անում է, որ դու շատ ուտես եւ քեզ միշտ ներդաշնակության մեջ զգաս, հոգու, մտքի ու հանգստանաս, խաղաղության մեջ լինես։ 44 օրյա պատերազմից հետո դու պետք է ուսումը շարունակեիր Իտալիայում, բայց որոշեցիր մնալ Արցախում։ Ինչու՞։ Պատերազմի վերջնարդյունքը շատ անսպասելի էր։ Կարծում եմ ոչ մեկս դրան պատրաստ չէինք։ Ես էլ ինքս պատրաստ չէի թողնել հեռանալ, կարծես մի հատված Արցախի կորցրինք, այդ ժամանակ ինձ մոտ հարց առաջացավ, եթե մի հատվածի այսպես կորուստը ինձ վրա այսպես է ազդում, ինչպես կլինի, ինչ կլինի, եթե ես հանկարծ Աստված մի արասցե ամբողջությամբ կորցնեմ։ Ու ցանկացա ինչքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել Արցախում, եկա Արցախ, կազմակերպություն հիմնադրեցինք եւ այլն, որպեսզի մարդկանց օգնենք եւ կարողանանք գոնե գործով մի քիչ թեթևացնել շատ մեծ խորը վիշտը, որովհետեւ կարծում եմ, որ 20 թվականից հետո մարդկանց աչքերը փոխվեցին, ժպիտը համարյա չքացավ, իսկ արդեն հետագայում էլ հիմա էլ կարծում եմ, որ այդ ժպիտի համար ենք ուզում ինչ-որ բան անել, որ նորից մարդկանց տեսնենք այնպիսին, ինչպես նրանք իրենց զգում էին կային, որովհետև մենք այնտեղ կայինք իրոք։ Եվ երբ որ ռուս խաղաղապահները եկան Արցախ, մտածեցի, որ եթե ես ուզում եմ իմ մարդկանց ներկայացնել ինչ-որ միտեղ, ես պետք է գնամ հենց Ռուսաստան։ Այսինքն իմ ՄԳԻՄՈ-ի ընտրությունն էլ էր կապված դրա հետ։ Գիտեի, որ այնտեղ սովորում են տարածաշրջանի ապագա դիվանագետները, թե Ադրբեջանի, թե Ռուսաստանի, եւ կարեւոր էր իհարկե Արցախի ձայնը ինչ-որ չափով լսելի դարձնել այնտեղ, որովհետեւ կար այնպիսի զգացողություն, որ եթե ես գնամ Եվրոպա, ես Եվրոպայում դրան չեմ հասնի, իսկ Ռուսաստանում ես կհասնեմ նրան, որ գոնե ինչ-որ չափով այն խաղացողները, այսպես ասած, քաղաքական կկարողանան ինչ-որ ավելի ծանոթանալ մեր տեսլականին, չգիտեմ, դա էր, գուցե միամիտ էր։ Հիմա, երբ ամեն ինչ այսպիսի ավարտ ունեցավ, ուզում ես հավատալ, որ սա ավարտը չէ, բայց նաև հասկանում ես, որ այնտեղ միսիադ ավարտվել է, առաքելությունդ այնտեղ ավարտվել է։ Դրա համար էլ երևի ավելի մեծ հարթակ գտնելու հույսով ու ձգտմամբ դիմեցի հենց Հարվարդ։
Իսկ եղել են պահեր, երբ Արցախի պատմությունը կամ մարտահրավերները, առիթներ լինեն ներկայացնես միջազգային հարթակներում։ Այո, բազում նման պահեր են եղել, տարբեր դիվանագիտական քննարկումների ժամանակ, նույնիսկ մինչև այդ, երբ որ ես միջազգային քոլեջում էի սովորում, մենք Միջին Արևելքում տարբեր տեղեր ներկայացրել ենք մեր դպրոցը ու ես շարադրություն էի գրել իմ տան մասին։ Հենց այնտեղ էլ սկսեցին ինձ ասել Նագորնո Ղարաբաղ, այսինքն ճանաչողությունը մարդկանց, ինչպես մայրիկս էր միշտ ասում, սկսվեց ինձանով։ Դա շատ պարտավորեցնող էր, բայց նաև դա էր երևի ամբողջ էությունը Արցախը լքելու, որ մարդիկ ինձանով Արցախ ճանաչեն։ Ասպրամ, շուտով կսկսես մագիստրոսական կրթությունը Հարվարդում։ Կարծում ես ուսումդ կարող է ծառայել Արցախին։ Մեծ հույս ունեմ, որ կծառայի, նպատակը դա է Հարվարդ ընդունվելու։ Ընդունվել է մի ծրագիր, որը կենտրոնանում է մեր տարածաշրջանի վրա, այնպիսի կենտրոնում, որը հենց մեր տարածաշրջանով է զբաղվում եւ ցանկանում եմ անել ուսումնասիրություն ռուս-թուրքական արտաքին քաղաքականության հենց Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում։ Հարվարդում կարծում եմ, այո, ավելի մեծ է հարթակը լինելու եւ ավելի շատ ուշադրություն կարող ենք հրավիրել մեզ համար այս պահին կարևոր կետերի, ինչպիսիք են օրինակ ռազմագերիների հետդարձը կամ հենց մեր հետդարձը դեպի տուն, անվտանգ։ Եվ քո Ռուսաստանում ինչ ճանաչում են Նագորնո Ղարաբաղով կամ Արցախով ֆեյսբուքյան գրառումը հիշարժան է։ Դժվար չի լինելու այնպես անել, որ քեզ կրկին Արցախով ճանաչեն։ Կարծում եմ ոչ, որովհետև սա է եղել հիմնապատճառը, որ ընդունվել եմ ես, որովհետև ես հենց ամեն տեղ նշել եմ, ես ուզում եմ մեր ձայնը լսելի դարձնել։ Եվ ինչպես ես պատրաստում օգտագործել այդ հարթակը։ Պատրաստվում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր զբաղվում են մեր հարցերով, իրավաբանական, քաղաքական եւ այլն, հրավիրել Հարվարդ, հրավիրել հենց Դեյվիսի կենտրոն, որպեսզի ինչքան հնարավոր է շատ, որպեսզի դառնանք կապող օղակ Հարվարդի եւ Արցախյան մեր հարցերի, որովհետեւ մեր հարցերը օրակարգից երբեք չպետք է դուրս գան։ Ինչքան էլ քաղաքական իրավիճակը փոխվի, պետք է այնպես անել, որ շարունակ կրկնվի արցախցիների իրավունքի հարցը եւ մեր ռազմագերիների հարցը։ Սա շատ կարեւոր է եւ պատրաստվում եմ հենց առաջինը դրանով նպաստել, որ քննարկումների առարկա դա դառնա։ Հավատում եմ նրան, որ ուժ կունենա ինչ-որ մի տեղից մյուս տեղ կանցնի եւ համապատասխան մարդիկ էլ ավելի շատ կիրազեկվեն ներկայիս իրականությունների մասին։ Եվ արտերկրում սովորող ուսանողի ամենամեծ առաքելությունը որը պետք է լինի։ Որ մեզանով մարդիկ ճանաչեն Արցախը, իմանան մնացած արցախցիներին, իմանան ինչով են անցնում արցախցիները եւ նաեւ հասկանան, որ ինչքան էլ խոսում ենք մարդու իրավունքներից եւ այլն, ուժն է ծնում իրավունք, կարծես այդպիսի իրականության մեջ ենք ապրում։ Եվ արցախցի լինելը ինչպես է արտացոլվում քո ընտրած մասնագիտության մեջ։ Կարծում եմ, որ շատ հարցերում բարդացնում է, որովհետև առաջինը երբեք պատրաստ չես ինչ-որ զիջումների եւ քեզ համար մարդիկ ուղակի տվյալ չեն։ Ամեն թվի հետևում կանգնած է մի պատմություն, հաճախ ինչ-որ խարխլված ճակատագիր եւ դու անպայման ուզում ես, որ այդ պատմությունները չլինեն ուղակի սեղանի սեղանին լինեն որոշումների մի մասը, չես կարողանում անտարբեր լինել, բայց նաև
կարծում եմ միևնույն ժամանակ զգում ես ինչ-որ պարտավորվածություն, որովհետև երբ որ դու ներկայացնում ես փոքրամասնության ձայն, ուզում ես ավելի լսել լինել ու գիտես, որ պետք է անդադ պայքարել։ Այս աշխարհում քո տեղի համար անդադ պետք է պայքարել։ Առանց դրա չի ստացվում։ Ասպրամ, իսկ ինչ պատասխանատվություն ես զգում, եթե երբևէ Արցախ վերադառնալու հնարավորություն լինի։ Ինչ պետք է անենք, որ Արցախը նորից դառնա իրականություն, այլ ոչ թե մնա միայն հիշողություն։ Կարծում եմ մեր ամենամեծ թուլությունը հիմա այն է, որ մենք մասնատված ենք։ Առաջինը կարծում եմ, որ պետք է միասնություն եւ նորից գաղափարի շուրջ համախմբում։ Չունենք դա։ Տարանջատված է հասարակությունը։ Սա խոչընդոտ է։ Սա մեզանից ավելի է հեռացնում Արցախ հետ դարձը։ Երկրորդը պետք է հզորանալ, որովհետև կրկնում եմ, ուժն է ծնում իրավունք եւ մենակ ուժի, եթե ուժ ունես, այդ ժամանակ են քեզ լսելու, այդ ժամանակ են քեզ հետ հաշվի նստելու ինչ-որ չափով եւ պետք է այս ուղղությամբ աշխատել, որպեսզի գոնե ինչ-որ չափով կարողանանք արդյունքի հասնել։ Հավատում ես վերադարձին։ Այո, հավատում եմ։